Կարաս, կողակ, սազան Ազատի ջրամբարում մեկնարկել է ձկնորսական որսի շրջանը, ինչպես ջրամբարի, այնպես էլ համանուն գետի տարածքները հարմար են ոչ միայն հանգստի, այլև ձկնորսական զբոսաշրջության համար։ Որպեսի Արարատի մարզի լանջազատ բնակավայրն էլ ավելի գրավիչ դառնա։ Ազատի ջրամբարի տնօրինությունը, համայնքապետարանն ու լանջազատում գործող Զոֆիշ ձկնաբուծարանը որոշել են 50,000 ծիածանափայլ իշխան բաց թողնել եւ գետ եւ ջրամբար։ Վստահ են, Գառնիից հոսող սառնորակ ջրերում այս ձկնատեսակը ազատ պայմաններում բնական ճանապարհով ավելի լավ կզարգանա։ Մեկ տարի հետո արդեն 200-250 գրամանոց ձկներ լինելու մեր գետում։ Մարատը ձկնորսներին խնդրում ու խոստանում է, եթե մեկ տարի գետում հոսանքով, իսկ ջրամբարում ձկնորսական ցանցով որս չանեն, ծիածանափայլ իշխանը բնական եղանակով կշատանա։ Ծիածանափայլ իշխանը, որում կան նաև որսեր, գոնե 1.5-2 տարի հետո կարող է նաև արդեն ինչ-որ մի չափ բնական պրոցեսով բազմացում լինի։ Առաջին անգամ են փորձարկում լանջազատի ղեկավարը եւս խոստանում է գյուղի ձկնորսները չթույլատրված տարբերակներով որս չեն անի։ Հիմա առավել եւս կխուսափեն գետում ձուկ որսալ, պատրաստ են ամբողջ համայնքով սատարել այս գաղափարին։ Մեր բնակիչները հոսանքով ձուկ չեն որսում ու պետք է այնպես անենք, որ ուրիշ տեղերից էլ չթողնենք, որ ինչ-որ մեկը գա հոսանքով ձուկ բռնելու։ Մեկ տարվա ընթացքում մշտադիտարկում կանեն, եթե ստացվեց, պատրաստ են յուրաքանչյուր տարի 10,000 մանրաձուկ բաց թողնել։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։